երեք Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց խաղաղության պայմանագրից, ասաց, որ ըստ էության Արևմտյան Ադրբեջանը, պատկերացնում Հայաստանի 60%-ը Ադրբեջանը, Հայաստանի 60 տարածքի եւ նաեւ ասաց, որ պատրաստ է երկու փաստաթուղթ ստորագրել միաժամանակ Մինսկի խմբի նոր բան չկա ոնց որ դրա մասին կան ազդակներ Ադրբեջանից ի վերջո տեղի ժամի հնարավոր փաստաթուղթ խոսակցությունը շարունակվում է, քննարկումը շարունակվում է եւ շարունակվելու է եւ կարծում եմ մոտ ապագայում ավելի ռեալ ինֆորմացիա կլինի բոլորիս։ Պարոն Սիմոնյան, միացյալ մի րոպե, համեցեք։ Ես իմ հարցները դրան վերաբերվում, որ միաժամանակ երկու փաստաթուղթ ուներ մեծ ծրագրությունները երեք հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը, ասում են, որ եթե խաղաղության պայմանագիրը հակասի հասարակության, ապա պատրաստվում է ողջունի փոփոխությունների նախաձեռնություն մեկնարկել դրան զուգահեռ։ Սա չի նշանակում, որ խաղաղության պայմանագիրը մենք վերենք ասում մեր մայրօրենքից։ Ու արդյոք նման նախաձեռնությունը չի կայում։ Նախ եւ առաջ վարչապետը երեք ասաց, որ մենք ունենք նախադեպ, որ նմանատիպ փաստաթուղթը Սահմանադրական դատարանը համապատասխան է համարել։ Երկրորդը վարչապետը նաև ասաց, որ բոլոր փորձագետները ասում են, որ նման ստորագրման պարագայում որևիցե խնդիր տեղի չի ունենա։ Այն ինչ որ վարչապետը հնչեցրել է, դա փակուղային իրավիճակից դուրս գալու միգուցե ինչ որ հնարավորություն է եւ այդ ամբողջը իմ ասած ամբողջը բաց թողել եւ կենտրոնանալ դրա վրա կարծում եմ ճիշտ չի, որտեվ ես որպես նաեւ մասնագիտական առումով կարող եմ ասել որպես իրավաբան որևիցե խնդիր չի կարող լինել մեր սահմանադրության հետ իսկ քաղաքականացնել եւ դատանել այդ դաշտ կարծում եմ ճիշտ չի։ Պարոն Սիմոնյան, մամուլում լուրեն շրջանառվում, որ Ռոբերտ Քոչարյանը մեկ օրով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ըստ ձեզ դա ինչով է պայմանավորված, արդյոք խորհրդարանական ընտրությունների նախորդին կրկին հյուսիսից Դավրոս գնալու։ Դե ես կարծում եմ, որ ակնհայտ է իր կապը, որովհետև նույնիսկ իր հարցազրույցի մեջ ինքը շատ հետաքրքիր մի բան է անում, իրան ասում են դուք միութենական պետության մասին ինչ եք կարծում, ինքը ասում է դե ես նմանատիպ բան չեմ ասել, ու սկսում է բոլոր հնարավոր ձևերով ապացուցել եւ ներկայացնել այդ միութենական պետությունը սխալ զուգահեռներ անցկացնել Եվրոմիության հետ եւ այլը, կարծում եմ գնացել է իրան հետ հարցը տվեք, ինքը, չգիտեմ, եթե չեմ սխալվում հայտարարել է, որ ասուլիս է տալու, իրան տվեք, թողեք հարցը ինքը պատասխանել է։ Դե պարտիվացել է ասուլիսների բանը։ Հա, ասեք, Տիկին Բեդերյան, համեցեք։ Մարտվենկոյի օրակարգը, հա, այցի արտադրությունը ինքը ասել է, եւ երևի տեղյակեք, որ արևմտամետները շատ գոհ են վերջին այսպես հանդիպումների, մասնավորապես Լավրովի հանդիպման ժամանակ արտգործնախարարի հայտարարությունից, որ դաշնակցային հարաբերությունները վերաֆորմատավորելու հարց Հայաստանը չի դնում։ Սա ինչ է ջերմացման նոր փորձ, հա, ել ավելի այսպես ջերմանալու, թե խնդիրները մնում են, բայց նաև որոշել եք Ռուսաստանի հետ այնուհանդերձ այսպեսի սուր հակամարտության չգտնել։ Այն ինչ որ տեղի անում կոչվում է նորմալ է։ Այն ինչ որ տեղի է նորմալ է։ Արևմտամետերը, դուք ասում եք արևմտամետները ասում են, չէ, եթե այլ ցանկություն ուներ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, այդ արևմտամետերը ամբողջությամբ կլինեին Հայաստանի Հանրապետության իշխանություն։ Մենք ոչ արևմտամետ ենք, ոչ ռուսամետ ենք, ոչ որևիցե բան, մենք հայամետ ենք եւ Հայաստանի Հանրապետության, ռեալ Հայաստանի Հանրապետության օրակարգն ենք սպասարկում եւ ներողություն եմ խնդրում բոլորից, բայց չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղություն ընկնել։ Եվ այն խնդիրները, այն հարցերը, այն հարցադրումները, որոնք կան մեր ռուս գործընկերների նկատմամբ դրանք օրակարգից դուրս չեն եկել։ Այնուամենայնիվ որն է հապկի սահմանը, այնուամենայնիվ ինչի է հապկը նույնիսկ քաղաքական մակարդակով իրեն հեռու պահել։ Այն հապկի երկրներից մեկն է հայտարարել է, որ իրենք միասին հաղթեցին Հայաստանին եւ այլ, այդ եւ շելի շատ ու շատ հարցեր դուրս չեն եկել։ Ճանապարհը ո՞րն է դրանք փոխնել շարունակել։ Չէ, ճանապարհը հետեւյալն է։ Ճանապարհը հետևյալն է, ճանապարհը այդ հարցերը բարձրացնել, միևնույն ժամանակ մեր անվտանգային համակարգը, մեր տնտեսությունը այլ տարբերակներ փնտրելն է, բայց գիտեք ինչ, եկեք հələ մի պահ վերանանք, հա, որևիցե երկրից, այնուամենայնիվ լավ բան չէ, մի երկիրը ամբողջությամբ մեկ
խողովակից կախելը եւ մեկ ճանապարհով երկիրը ապահովելը։ Ասում եմ, կարևոր չի դա որ ճանապարհն է։ Չի կարելի լինել միայն, չգիտեմ, արևմտամետ, չի կարելի լինել միայն ռուսամետ։ Պետք է քո երկրի շահերը ունենաս։ Բազմաթիվ անգամ է ասել, որ եւ հնարավոր։ Լսեք, Մոսկվան ունի իր օրակարգը, Հայաստանի Հանրապետությունը ունի իր օրակարգը։ Այդ հանդիպումները, այդ խոսակցությունները հենց դրա մասին են։ Տեսեք, մեր հարևան Իրանը ունի իր տեսլականը, ԱՄՆ-ն ունի իր տեսլականը, եւ Հայաստանի Հանրապետությունը հենց դիվանագետի, հենց քաղաքական գործի աշխատանքի ամբողջ իմաստը այն է, որ այս բոլորի ցանկությունների մեջ սպասարկի հայկական ցանկությունը, ինչը որ մենք անում ենք։ Իսկ գիտեք ինչ, ռուսամետները գալու են ասեն ոչ միայն Ռուսաստան, եվրոպամետները գալու են ասել են ոչ միայն Եվրոպա, իսկ այդ ընթացքում Հայաստանը պետք է իր շահը այդ ծանր, այդ երկու բևերների կամ 3 կամ 4 բևերների միջով իր շահը տանի առաջ։ Վերջ, սա ազատության հարցազրույցը չէ։ Ազգային ժողովում ընդունվեց, բայց հայտը հիմա նաև ձեր թիմակիցներ ասում են հենց օրեր առաջ Պապանի, որ մենք չենք կարող եւ ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում լինենք։ Հիմա հայտ երբ է պատրաստում Հայաստանը արդեն ներկա։ Հիմա տեսեք, դուք Եվրոմեդիա անվանումով լրատվամիջոցն եք։ Հա, չէ, Եվրոմեդիան բերեմ օրինակ, Եվրոմեդիա լրատվականը իմ ունեցած տեղեկություններով բավականին ռուսամետ գործընկերներ ունի։ Ես օրինակ եմ, ես ժողովրդի մասին չեմ խոսում, կարամ ժողովրդից խոսամ։ Եվրոմեդիան ունի, բայց անունը դրել է Եվրոմեդիա։ Մեկը մյուսին հիմա հակասում է, չի հակասում։ Ես մի հատ վերջացավ, ես ձեր հարցին պատասխանեցի։ Սիմոնյան, Մարկ Ռուբիոն վտանգ է դες։ Մի րոպե, հա։ Միաժամանակ երկու աթոռի վրա նստել հնարավոր չէ Այ ամբողջ խնդիրը նրա մեջ է, որ ինչ-որ մարդիկ փորձում են անընդհատ ինչ-որ աթոռների վրա նստեն կամ այդ աթոռները վերադարձնեն ու էլի նստեն։ Չեն նստելու իրանք աթոռների վրա, նստելու են բանտում։ Դա ժամանակի հարց է ընդհանրապես, դա մեկ։ Երկրորդը, գոյություն ունի, կարող եք ասել, հա, աշխարհում գոյություն ունեցող մեկ երկիր, որ տենց ամբողջությամբ մի քաղաքական գիծ է վարում։ Տենց երկրները դադարում են գոյություն ունենալ։ Քաղաքական առումով այդ երկրները դառնում են ծայրագավառներ եւ դադարում են գոյություն ունենալ։ Դրա օրինակները հիմա չեմ ուզում բարձր բերեմ, բայց շատ վատ օրինակներ են։ Հայաստանի Հանրապետությունը բարի հարաբերություններ է ունենալու եւ ունի Ֆրանսիայի հետ, ԱՄՆ-ի հետ, փորձելու է իր հարաբերությունները կարգավորի Ռուսաստանի հետ։ Դա նորմալ եւ հասկանալի բան է, բայց չի նշանակում, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ որևիցե մեկը պետք է իրանց դրածոներին փորձեն ստեղ իշխանություն սարքել, պետք է իրանց ամբողջությամբ հայկական տնտեսությունը իրանցով անեն։ Դրա համար պետք է բալանսա, որևիցե այլ ծայրահեղության մեջ ընկնել պետք չի ուղղակի, հասկանում եք, պետք չի sense չբաներ անել, կտրուկ բաներ անել։ Մի րոպե։ Ռուբիոն օրերս նշել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածություն հնարավոր է լինի, էսկալացիա կարող է լինի եւ իրենք այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկում, որպեսզի զարգացումներ չլինեն, ինչ վերլուծություններ կան կամ ինչ խնդրի հետ կապված է նման վտանգ տեսնում ԱՄՆ պետքարտուղար եւ արդյոք լարվածությունը։ Ինֆորմացիա չեմ տիրապետում, ես պարոն Պապիկյանին պաշտպանության նախարարությանը կարող եք ուղղել հարցում, արդյոք նման միտումներ, նման տեղաշարժեր կան, բայց քաղաքական առումով ես նման բան այս պայծրությամբ չեմ։ Ադրբեջանի նախագահի հայտարարություններն են հիմք նաև հանդիսանում, որ ԱՄՆ պետքարտուղարը նման վտանգ է տեսնում։ Հայաստանը կոչվում Արևմտյան Ադրբեջան, այդ մասին Փաշինյանը եւս խոսեց, որ սա վտանգ է, տարածքային պահանջ է Հայաստանի նկատմամբ։ Տարածքային պահանջ բանանում չէ, երբ որ օրինակ Ղարաբաղի ներկայացուցիչները նոր ինչ-որ նախագահ են ընտրում իրանց համար, հետո ինչ-որ հայտարարություններ են անում, մենք դա չենք նկատում, բայց դրանի պատասխան Ադրբեջանի արած քայլերը, ասում ենք, տեսակ ինչ ասել։ Ադրբեջանի նախագահն է։ Հա, ինչ։ Ոչ թե ինչ։ Գադունեք արցախցիների, որոնք ասում եմ, Ղարաբաղի ներկայացուցիչները հայտարարում են, որ նոր ազգային ժողովի նախագահ են ընտրում, Ադրբեջանի նախագահն էլ ասում է, ես էլ հեսա գամ կմտնեմ այդ բանը անչ, Արևմտյան Ադրբեջան կհիմնադրեմ, բա, այն մի մասը նկատում եք այն մյուսը, հաջան։ Իհարկե տեղին է, բա այդ մարդը, այսինքն Դե բայց ախր հայկական մոլորակից դուրս եկեք, այո չի եղել ու չի էլ կարա լինի, ասեմ ավելին, հարցը դա չի, բայց ինքը հայելային պատասխանում է, իմ ասածը դա է, այո, բայց ես դուք նորից եմ ասում, դուք պետք է հասկանաք, որ բացի մեր ընկալումներից, որոնք ճիշտ են,
սխալ են կամ այլ ձևի են։ Իրանք էլ այդ ձևով են պատասխանում։ Իմ ասած հետևյալն է, որ այդ քայլերը, այդ հայտարարությունները իր հայելային արձագանքն է, այդքան բան։ Հիմա ես չգիտեմ, ինքը կարող է մի օր ուրիշ բան ասի կամ բան։ Ես ասում ինչի է ինքը դա անում։ Ես չեմ ասում, որ նա ճիշտ, որ նա սխալ։ Այո, ինքը տենց է։ Մինչև Արցախի խորհրդարանի նախագահի ընտրությունն էլ այդ Ադրբեջանի արևմտյան Ադրբեջան արտահայտությունները կային, այսինքն 2 տարի առաջ է դա։ Ախր դուք ամեն ինչ փորձում եք տանել ոչ, սխալ եք, դուք սխալ եք։ Խնդիրը կանում է նրանում, որ ինքը հիմա փորձում է մշտապես փորձել է նույն բաները, ինչը իր ընկալմամբ արել ենք մենք, անի մեր հետ։ Ես հիմա այստեղ իրականում մենք իրար հետ վեճ չունենք ու չենք կարող ունենալ։ Ես որևիցե կողմ ոչ պաշտպանում եմ, ոչ բա ես ասում եմ ինչի է ինքը դա անում։ Ինքը որոշել է, որ եթե մենք ասում ենք արդարացիորեն, տենց բաները բոլոր փաստերով ասում ենք Ղարաբաղ, ինքը պետք է ասի Արևմտյան Ադրբեջան, այսքան բան։ Արևմտյան Ադրբեջանի խոսքը դեռ որ ժամանակներ կերակրվել եւ Մեր խոսույթը Ղարաբաղի մասին ինչքան ժամանակ է կերակրվել։ Ներողություն։ Ախի ջան, բայց իմ ասածը ու ձեր ասածը իրար հետ ինչ կապ ունի, ո՞նց է հակասում, ինձ կասեք։ Ինչա։ Ես ճիշտ եմ ասում։ Ես ճիշտ եմ ասում։ Էդ եմ ասում, բայց սխալ եմ ասում։ Ասխիկ, ես ասում եմ չի եղել Լեռնային Ղարաբաղ։ Ես ասել եմ, մի րոպե, ես ասել եմ չի եղել, ես ասում եմ ինքը խի է դա անում ու տենց է անելու։ Մերվեք այդ մտքի հետ, թարգեք ձեր աշխարհում ապրել, թարգեք ձև անել, որ կա Հայաստանը իր բանա, ոնչա պատմության գրքով եւ մնացած բոլորը դրանք ոչ կարեւոր ժողովուրդներ են։ Մենք հայերս երբ որ բան ենք, դուդուկ ենք անում եւ ծիրան ենք աճացնում, իրանք ծառերի վրա են։ Թարգեք այդ մոտեցումը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետությունը։ Մի ոչնչացրեք Հայաստանի Հանրապետության ապագան, սխալ բան եք անում, սխալ բան է, հասկացեք, ասիկ ջան, եթե քեզ բանն եմ ուղված ասելու, կնստենք իրար հետ կխոսենք, սխալ բան եք անում, հասկացեք, որ կարողանաք հաղթեք այդ իրավիճակը, որ կարողանաք հաղթել ձեր պոտենցիալ հակառակորդին, մեր պոտենցիալ հակառակորդին, որովհետև մենք պետք է հասկանանք, երբ որ մենք նման բան ենք անում, ինքը ինչի է այդ բանը անում, ես ձեզ բացատրում եմ, երբ որ մենք իր անկալմամբ, սխալ, շատ սխալ, մենք սուրբ ենք, բոլոր հայերը սուրբ են, մենք բոլորը սրբադասվելու ենք, բայց երբ որ մենք մեր սուրբ Աստծո կողմից, Մաշտոցի կողմից գրված Արաց Սարը տենց հետևից լույսը գցած մեր վրա, Նոյի ժողովուրդս 1700 տարի առաջ քրիստոնեություն ընդունած այնց բան ենք ասում, ինքն էլ ասում է ես էլ ձեզ սրանով կպատասխանեմ։ Էս է իմ ասածը։ Ու դա անկալ եք։ Մերը չի, որ Այդ մենք չենք ասում, հա, բայց ներողություն եմ խնդրում, ես ասում եմ մի զարմացեք, ես չեմ ասում մի արեք այդ հայտը, ես ասում եմ մի զարմացեք, պատճառը սա է։ Բայց ինչ եք արձագանքում։ Բայց ես հիմա ինչ եմ անում։ Պարոն Սիմոնյան, Ալիևն ասում է, որ պետք է 300,000 ադրբեջանցիներ գան ապրելու արևմտյան Ադրբեջան, որպեսզի ստորագրեն խաղաղության պայմանագիր։ Եվս մեկ օրինակ, որովհետև մենք ասում ենք, որ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա ապրել Ադրբեջան եւ դա ինքը վերջում է նույն ձևով պատասխանում։ Ես զարմանում, այսինքն ես նոր բան եմ ասում ինչ-որ մեկը։ Չէ, բայց Ղարաբաղցիները Սպանեմ։ Հա, լավ, ժողովուրդ։ Կարակ մի բան ֆիքսեք, մի րոպե, ես կարծում եմ, որ դու պետքա հիմա լռես, որտեվ ես բան եմ ասում ու դա կուլտուրական չի, որ ես խոսում եմ անընդհատ ինձ ընդհատել։ Ես կարծում եմ, որ մենք հիմա ոչ թե գնահատական ենք տալիս տեղ, մենք ասում ենք ինչա կատարվում։ Ես չեմ ասում չպետք է վերադառնան։ Այո, Ղարաբաղի հայերը պետք է ինչ որ օր, երբ որ անվտանգ կլինի, վերադառնան եւ ապրեն իրենց տներում։ Մեր եկեղեցիները պետք է մի օր լավ կլինի որ վերաբացվեն։ Միանշանակ դա, բայց մենք հիմա քաղաքականությամբ ենք զբաղվում, ոչ չենք եկել այստեղ հիմա բիսեդկում նստենք իրար հետ բան ասենք։ հասկանամ արևմտյան ադրբեջանցիների Չկա, չի եղել ու չի կարող լինել, մոռացեք այդ արևմտյան Հայաստան ուզում են գան այստեղ ապրեն, որ նոր ստորագրի խաղաղության Լսեք, ես դա չեմ տեսնում, որովհետև դա անվտանգային առումով այս պայդրությամբ անհնար է եւ ինչպես խաղաղության պայմանագրի մեջ քննարկված է եւ ինչպես խաղաղության պայմանագրի տրամաբանությունը եւ պետք է լինի, ամեն ինչ պետք է լինի փոխադարձ։ Դուք վարչապետի խոսք եք երեք մեջ բերում, բայց վարչապետը երեք խաղաղության պայմանագրի կետերից մեկը բարձրաձայն Եվրոմիության տարբեր աշխարհի երկրներից եկած մարդկանց մոտ ներկայացրել է
կարևոր կետ է բացահայտել։ Ոչ մեկը այդ հարցը չի տա։ Ձեզ հետաքրքիր է ես հանգարցակի Ղարաբաղի բնակչության հետ վատ բան կասեմ, թե լավ բան կասեմ, մի հատ դնեք գրեք Ալեն Սիմոնյանը վատ բան ասեց ու բոլորը հենց մտնեն մեջը բարձր։ Ախպեր, զբաղվեք քաղաքականությամբ, հերիքա զբաղվեք խոսակցությամբ։ Նշանակում է, որ եթե արցախցիները վերադառնան Արցախ, դուք ասում եք ամեն ինչ պետք է լինի փոխադարձությամբ։ Ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, այդ ուղղակի չհասկացա կբացատրեմ։ Ասածս հետևյալն է, որ երբ որ կլինի խաղաղության պայմանագիր, հայերը կարող են ապրել Բաքվում, մնացածը կարող են վերադառնալ այն գյուղերը, որոնք որ ժամանակին իրանք ապրել են Հայաստանի տարածքում, ասենք, չգիտեմ, հիմա ոնց են հայերը ապրում Վրաստանում, նույն տրամաբանության մեջ, այսինքն մենք որ ասում ենք խաղաղություն, պատկերացնում ենք խաղաղություն, բայց մենք իրար բարև չենք տալի եւ իրար չենք նայում, 5 րոպե հետո խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո Հայաստանի Հանրապետության բնակիչները եւ Ադրբեջանի բնակիչները սկսելու են իրար հետ առևտուր անել, իրար հետ բոլոր հնարավոր ձևերով կոմունիկացվել եւ շփվել։ Ախր 5 րոպե հետո։ Գազ։ Չգիտեմ, ինչ որ բան կլինի կառնեմ, մենք էլ իրան ջերմուկ կտանք, իրան հոսանք։ Պատերազմից հետո Ահա, պետք է հասարակություններին պատրաստենք, դուք այդ գործին չեք օգնելու, ես վստահ եմ, տեսնում եմ, որ չեք ուզում օգնեք, բայց օրինակ ֆրանսիացիները եւ անգլիացիները 100 տարի իրար հետ պատերազմելուց հետո իրար հետ հիմա դաշնակից են եւ այլ երկրներ են ռմբակոծում իրենց ինքնաթիռներով։ Ես հավատում եմ, որ մենք շատ տարիներ իրար կողք ապրել ենք, ես հավատում եմ, որ եթե կամք լինի իրենց կողմից, մենք կարողանանք մեր հասարակությունները կապրեն իրար հետ, ասում առևտուր են անելու։ Ժողովուրդ Ղարաբաղի շրջափակման ժամանակ նույնիսկ առևտուր ա եղել, շրջափակման ժամանակ, անուններ չտամ, կարող եմ անուններ տալ, Ղարաբաղի որոշ ներկայացուցիչներ, չէ, կոնյակով չեն գոյատևում, կոնյակի մասին է խոսքը։ Կոնյակ են վաճառել, փող են վերցրել, առևտուր են արել, վերջ ասեք, մի ապրեք հեքիաթների մեջ, որ առևտուր չի լինելու, այդպես բան ենք, պատ ենք կառուցելու, իրար բարև չտանք։ Հիմա Ռուսաստանում ներողություն եմ խնդրում, Ռուսաստանում ոչինչ թող նիստը վարի մեկն ու մեկը։